Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում մեր հերթական քննարկումն է, բնականաբար բոլորիս ուշադրության կենտրոնում հայ-ռուսական հարաբերությունների ընթացիկ փուլն է, որը նշանավորվում է լրջագույն ճգնաժամով, Ռուսաստանում եւ Հայաստանում համակարծիք են այն հարցում, որ առաջիկա ընտրություններն ըստ էության լինելու են հայկական պատմության ռուսական գլխի վերջին էջը թերթելու եւ չթերթելու մասին։ Բայց այստեղ հայ-ռուսական այդ համախոհությունը սկսվում եւ ավարտվում է միաժամանակ, որովհետեւ թե պետք է թերթենք, թե ոչ, այստեղ մեր կարծիքները եւ մեր մոտեցումները ուղղակի փոխբացառող են։ Բնականաբար մենք շատ լավ ենք հասկանում, որ Ռուսաստանի ընկալմամբ այս ամենը այսպես վերջին ճակատամարտ է եւ Ռուսաստանը միտումնավոր դեստրուկտիվ դիրքերից գնում է սրացման։ Հայկական կողմի բոլոր կոնստրուկտիվ առաջարկները մնում են ռուսների կողմից անպատասխան, նույնիսկ երկաթուղու հարցում, երբ բացահայտորեն ներկայացվում է, որ այդ կոնցեսիան ըստ էության խոչընդոտում է մեր փոխկապակցվածության ստեղծմանը մեր հարևանների հետ եւ առաջարկ է արվում, որ Հայաստանին եւ Ռուսաստանին բարեկամ մի երկրի ընկերությանը փոխանցվի այդ կոնցեսիոն կառավարումը, նույնիսկ պատրաստ են վճարել դրա համար ռուսներին, ռուսները երկու ոտքը դրել են մեկ կոշիկ եւ ասում են ոչ։ Համենայն դեպս այդ ամենը բխում է Օվերչուկի տված այդ հարցազրույցից, այդ հայտարարություններից, որոնք այդտեղ հնչել են հասկանալի է, որ Ռուսաստանը Հայաստանի առաջ ուղղակի վերջնագրային պահանջներ է դնում եւ այդ վերջնագրային պահանջները չկատարելու դեպքում էլ թե ինչ կանի, ինչ չի անի, այդ մասին էլ մեզ ավետում է նույն ինքը Օվերչուկը Պուտին-Փաշինյան հանդիպման արդյունքներով։ Այս ամենը մեզ տանում է 13 տարի առաջ, երբ 2013-ին սեպտեմբերի 3-ին տեղի ունեցավ այն արտաքին քաղաքական վթարը, խոսում են մեկ գիշերվա մասին, գիշեր չկար, ինչ գիշեր, 2 ժամվա ընթացքում լուծվեցին հարցերը, երբ Ռուսաստանն ուղղակի մեջտեղ բերեց իր ճնշումների գործիքակազմը։ Այսօր այդ գործիքակազմից ահագին բաներ այլևս բացակայում են եւ փառք Աստծո, բայց ինչ որ բաներ մնացել են եւ դրանք հիմնականում տնտեսական բնույթի են, ինչի մասին էլ հենց Օվերչուկին են մեջտեղ բերել, սակայն մնում է նաև այն դիվերսիոն ներգործության ներուժը, որը Ռուսաստանն ունի, նաև իր հետ այդ կոլաբորանտների շրջանակները, որոնք պատրաստ են մաս դառնալ այդ ամենին։ Դա իհարկե այլ խոսակցություն է, բայց շատ կարևոր է, որ մենք խնդիր ձևակերպենք, եթե Ռուսաստանը մի նոր սեպտեմբերի 3-ով է սպառնում մեզ, ապա որն է Հայաստանի անելիքը։ Սրա հետ կապված Օվերչուկին ի պատասխան ուղիղ տեքստով նախազգուշացմամբ հանդես եկավ նաև Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ասելով հենց բաց տեքստով, որ եթե պարզ ասած, եթե գազի գնին ձեռք տվեցիք, մենք դուրս կգանք ձեր բոլոր կազմակերպություններից եւ ոչ միայն հապկից, որտեղ մենք դե ֆակտո դուրս եկած ենք, այլև ԵԱՏՄ-ից։ Հակառակ դեպքում առանց այն էլ մենք գազի համար շատ ավելին ենք վճարում, քան Ռուսաստանում եւ հենց այստեղ է, որ դիսկրիմինացիոն այսպես ռեժիմում է հայկական ապրանք արտադրողը, որովհետեւ գազը ինքնարժեքի մաս է եւ ազատ մրցակցության սկզբունքներին է այս ամենը դեմ, իսկ միասնական էներգետիկ շուկան, որ խոստանում էին դեռ 2013, 14, 15 թվականին, հիմա 26 թվականն է, այն չկա, որովհետև Ռուսաստանը այդ լծակը
պահում է եւ պահելու է։ Փորձենք հասկանալ, որն է ըստ այդմ Հայաստանի Հանրապետության պաշտոնական Երևանի անելիքը, հաշվի առնելով այս ընտրությունները, հաշվի առնելով ներկայիս միջազգային հարաբերություններում տիրող իրավիճակը, այս տուրբուլենտությունը, որը կա, եւ մեր քննարկմանը կմասնակցեն իրավաբան եւ փաստաբան Հանուն Հանրապետության կուսակցության քաղաքորդի անդամ Վահագն Մարտիրոսյանը, ողջույն Վահագ, ողջույն ձեզ։ Հանուն Հանրապետության կուսակցության արտաքին գործերի քարտուղար Արնոլդ Բլեյանը, ողջույն Արնոլդ, ողջույն։ Եվ լրագրող եւ քաղաքական մեկնաբան Ժիրայր Ոսկանյանը, ողջույն։ Բայեր։ Դե ինչ, սկսենք դրանից, նախ ինչ տեղի ունեցավ եւ Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային բազան, որը իներցիայով դեռ գալիս է, այլևս չի արտացոլում այն իրականությունը, որը կա մեր հարաբերություններում եւ Հայաստանի շահերը, պատկերացումներն արդեն այս պատմական փուլում։ Մենք արդեն խոսում ենք բաց տեքստով, որ եթե գազի գնին ձեռք տակ, մենք դուրս կգանք, ո՞նց եք պատկերացնում այդ process-ը։ Վահագ, համեցեք։ Ուրեմն կնքված պայմանագրերին համաձայն, որպեսզի մենք կարողանանք, այսինքն Հայաստանի Հանրապետությունը կարողանա որևիցե գործողություն կատարի կազմակերպությունից հեռանալու դուրս գալու համար, դրանից առնվազն 6 ամիս առաջ, եթե չեմ սխալվում, 6 ամիս առաջ դրա ընթացքը կանոնադրություն։ Այո, ըստ կանոնադրության պիտի դրա ընթացքը սկսվի։ Այսինքն պաշտոնական հայտ ներկայացվի պայմանագրից դուրս գալու վերաբերյալ եւ 6 ամսվա ընթացքում process-ներ գնան, որ դենոնսացվեն այն բոլոր պայմանագրային իրավապայմանագրային հիմքերը, որոնք առկա են ԵԱՏՄ-ի շրջանակներում։ Ինչ վերաբերվում է նրան, եթե թույլ կտաք, պարոն Մերաբյան, տեսեք, Ալեն Սիմոնյանի հայտարարությունը ճիշտ է կոշտ էր, բայց ես կարծում եմ դա արդեն իսկ ուշացած է։ Մենք այս գործողությունները, այս հայտարարությունները եւ ընթացքում, այս ամբողջ ընթացքում պիտի արդեն գործողություններ ու քայլեր կատարած լինեինք, process-ը սկսած պիտի լինեինք, որպեսզի հետագայում նման կարգի շանտաժները մեր առջև չդնեին։ Եթե մենք գործընթաց սկսեինք, մենք նախորոք արդեն կսկսեինք պատրաստվել այդ ամեն ինչին։ Այդ թվում նաև գազի գնի բարձրացմանը։ Վերջ առաջ պիտի հաշվի առնենք, այդ գազի գինը մենակ մեր համար չի, նաև Ռուսաստանի համար է։ Եվ հաշվի առնելով այն ծավալը, որը սպառում է Հայաստանի Հանրապետությունը, միայն մեզ չի ձեռնտու գազ գնել Ռուսաստանից, այլ նաև Ռուսաստանին է ձեռնտու վաճառել այդ գազը Հայաստանին, որովհետև այսօրվա իրավիճակում, երբ որ չկա եվրոպական շուկան Ռուսաստանի համար, ամեն մի սպառման կետ Ռուսաստանի համար ստրատեգիական նշանակություն ունեցող հանգամանք է, փաստ է եւ իրողություն։ Եվ կորցնել այդ մի մասն էլ դրանից Ռուսաստանի համար շատ ավելի թանկ արժեք ունի, քան այն մի քանի $100 տարբերությունը, որ նա կարող է ստանալ Հայաստանից, ասենք, եվրոպական քանակի գազի վաճառքից։ Հետևաբար ես կարծում եմ Ռուսաստանը դրան կգնա միայն այն դեպքում, երբ որ նա հասկանա, որ ուրիշ տարբերակ էլ չունի։ Հիմա ինչի միջև հիմա չեն անում, որտեղ նրանք հույս ունեն, որ ինչ որ ձևով Հայաստանում դեռ ազդեցության լծակներ պահպանելու հնարավորություններ ունեն։ Դրա համար Ռուսաստանի Դաշնության նախագահը փորձ կատարեց հանդիպման ժամանակ այդ ազդեցության լծակները բանեցնել եւ որպեսզի Հայաստանի Հանրապետությունը չկարողանա կամ վախենա կոպիտ հնչում, բայց ամեն դեպքում որպեսզի վախենա համարձակ քայլեր կատարելու։ Այնինչ իմ կարծիքով մենք ճիշտ ուղու վրա ենք, ճիշտ է շատ դանդաղ են գնում, շատ վախվորած են գնում այդ ճանապարհով, բայց մենք ճիշտ ուղու վրա ենք ու մենք պիտի կարողանանք հասնենք նրան, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում իրականում որոշումները կայացվեն ներսում եւ ոչ թե կախված թե մեծ տերությունները ինչ կթելադրեն մեզ։ Այսքանը իսկ ինչ մնում է իրավապայմանագրային բազային, իրավապայմանագրային բազան այնքան հեշտ է լուծել խնդիրը այդ բազայի։ Վերջ առաջ պայմանագիրը ինքը կամավոր կողմերի արտահայտած
կարծիք է, որը հանձնված է թղթին, դա պայմանների գիր է, այսինքն մարդիկ պայմանավորվել են որևիցե բանի վերաբերյալ։ Եվ որևիցե կողմ կաշկանդված չի, երբ որ գալիս է այն պահը, երբ որ արդեն այդ պայմանագիրը իր շահերից չի բխում, դադարեցնել պայմանագրի գործողությունը։ Ճիշտ է, որոշակի պայմաններ կան, բոլոր պայմանագրերի մեջ այդ պայմանը նախատեսված է, թե ինչ ձևով եւ կարգով պիտի դադարեցվի պայմանագրի գործողությունը։ 6 այո, նույնիսկ ասեմ հասարակ վարձակալության պայմանագրի մեջ բնականանի դեպքեր կան, որ 2 ամիս առաջ նախորդ գրավոր ծանոթություն պիտի ուղարկես դրա մասին, որ մարդիկ պատրաստ լինեն, որ 2 ամիս հետո իրենց տունը նորից պիտի վարձակալության հանձնեն, որպեսզի պայման նույնը պետությունների միջև է պայմանագիրը մնում է պայմանագիր։ Նախապես գործողությունները պիտի սկսենք ու մենք դա պիտի արդեն արած լինեինք։ Բայց էլի ասում ավելի լավ է ուշ, քան երբեք։ Մի օր պիտի դրան հասնենք մենք։ Վերջ առաջ ԵԱՏՄ կոչվածը, եթե կհիշեք դեռևս Տիգրան Սարգսյանը ժամանակին ասում էր, ես չեմ պատկերացնում մենք ոնց կարող ենք մաս կազմել ԵԱՏՄ-ին, եթե մենք չունենք ընդհանուր սահման։ Այո։ Ծովել չունենք։ Այո, ծովել չունենք։ Հետո մի օրվա մեջ, ինչպես պարոն Մերաբյանն ասում, 2 ժամվա մեջ հանկարծակի հնարավոր դառավ այդ բանը։ Բա պարոնայք նախկին իշխանավորներ Բա ձեր իշխանության, ձեր կառավարության ղեկավարներ չի հայտարարում, որ դա անհնարին բան է, ընդհանուր սահման չկա, ու ստացվեց, որ մի ժամվա մեջ հնարավոր դարձավ։ Այդ ինչ հանգամանքներ դրեցին ձեր առջև, միակ հանգամանքը պիտի լիներ անվտանգությունը եւ Ղարաբաղը։ Հիմա Ղարաբաղ չկա, ինչն է մեզ պահում այդ չեմ ուզում կոպիտ բառեր ասեմ, այդ շատ վատ կազմակերպությունում։ Մենք օր առաջ պիտի դուրս գանք։ Եթե չասեմ, որ օր առաջ պիտի արդեն դուրս եկած լինեինք։ Այսքանը, մենք պայմանագրային խնդիր չունենք, մենք կարող ենք ընթացքը սկսել։ Այսինքն, այստեղ ոչ թե իրավական է հարցը, այլ քաղաքական կամքի է։ Այո, եւ քաղաքական կամքի հարցը։ Ուրիշ հարց չկա ստե։ Այսքան։ Շնորհակալություն, Արնոլդ, երբ Ռուսաստանը սկսեց շրջանցող խողովակաշարեր կառուցել հյուսիսով Բալթիկ ծովով դեպի Գերմանիա, որպեսզի Լեհաստանով տրանզիտ չլինի, Թուրքիայով Եվրոպա անցկացնել, որպեսզի Ուկրաինայով չլինի, եւ Պուտինն էլ խոսում էր, որ գազը դա էներգետիկ զենք է, մեր զենքն է, հա, եւ սկսեց թափ տալ։ Լրագրողներից մեկը ասաց, որ սա շատ անխոհեմ բան է, էլի, որովհետև եթե մեկը մտնի սպորտխանութ եւ բեյսբոլի բիտ առնի, նրան կնայեն որպես սպորտսմենի, բայց երբ որ դու գալիս ես սպորտխանութ եւ բեյսբոլի բիտ ես առնում եւ ասում ես, սա տեսնեմ, սա ում գլխին եմ խփելու, այդ ժամանակ սպորտխանութի աշխատողը կարող է ոստիկանություն կանչել ու ասել, այս մարդուն հետևեք, սա որովհետև շուրջ նորմալ չի։ Նույնը այդ Պուտինի էներգետիկ քարտեզի վերաձևումն էր։ Հիմա ըստ էության նրանք ներկայացնում են մեզ հետևյալը, որ գազը իրենք դիտարկում են Հայաստանի պարագային ոչ թե որպես ապրանք, այլ որպես հենց այդ բեյսբոլի բիտան, որ նաև խոստանում են մեր գլխին խփել։ Համեմատում են Եվրոպայի գնի հետ, մեր վրա ծախում են մի գին, որը դա մեր գինը չի, այլ Գազպրոմ Արմենիայի գինն է, իսկ Գազպրոմ Արմենիան էլ մեկը մեկի գին է բարձրացնում եւ մեր խոհանոց այդ գազը մտնում է ոչ այն գնով, որով Պուտինը փորձում էր ծախել Հայաստանի վարչապետի վրա։ Եվ հիմա սպառնում են, որ դա էլ չլինի։ Ինչ եք կարծում, այստեղ հենց այստեղ էլ որ Ազգային ժողովի նախագահն էլ ասաց գազի գնին ձեռ տակ, մենք դուրս կգանք եւ ընդերից, հա, հապկից էլ, ԵԱՏՄ-ից էլ։ Սա վերբալ մակարդակով հակադարձում էր, բայց մենք հասկանում ենք, որ եթե գործը հասավ գործնականին, պատասխանը եւս պիտի լինի գործնական։ Ինչպիսի, համեցեք։
Դեպ ես հիշեցի, երբ նույն կերպ վախեցնում էին եվրոպացիներին, որ եթե դուք սկսեք աջակցել Ուկրաինային, մենք կթանկացնենք աթարեք վառելու։ Այո, գինը կթանկացնենք, հիշում ենք այդ գրառումները ջղային Դմիտրի Մեդվեդևի կողմից, արդյունքում իրենք կորցրեցին եվրոպական շուկան։ Այժմ իրենք փորձում են մեզ վախեցնել, եւ օրինակ պարոն Մարտիրոսյանն օգտագործած վախ բառը, ես շատ կուզեմ հենց այդ բառի վրա կենտրոնանալ, որովհետեւ այս օրերին մենք տեսնում ենք քանի պաշտոնյա, պրոպագանդիստ նաև խոսում են եւ փորձում են հենց վախեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացուս, որ մենք չգնանք մեր իրազած Հայաստանի հետևից։ Բայց մենք արդեն մեկ անգամ փորձել ենք այդ ճանապարհը 2013 թվականին, ինչպես դուք ճիշտ ասացիք, 2 ժամվա մեջ մենք որոշեցինք հանուն իբր թե ել ավելի մեծ անվտանգության Հովանոցի Սերժ Սարգսյանը որպես մեր երկրի նախագահ ընդունում եմ, որ նա Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն է հայտնել։ Մենք որոշեցինք չգնալ մեր երազանքի հետևից եւ մտանք Մաքսային միություն, այն ժամանակվա Եվրասիական տնտեսական միությունը։ Մեզ խոստացվում է, որ դրա դիմաց մենք կստանանք ել ավելի մեծ անվտանգային հովանոց, առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի շուրջ, նաեւ Հայաստանի շուրջ, բայց ինչ տեղ ունեցավ։ Ընդամենը 3 տարի անց մենք ստացանք քառօրյա պատերազմ ներողություն, քառօրյա պատերազմ, ապրիլյան պատերազմ Արցախում եւ ունեցանք նաեւ 800 հեկտարի հողի կորուստ, ինչի մասին Սերժ Սարգսյանն ասում էր անմշակ հողեր ոչ ոքին պետք չէր, ինչ ա եղել, որ տվեցին գնաց։ Եվ այժմ մենք պարզապես չունենք այլընտրանք։ Այ օրինակ երբ ես տեսնում եմ դիսկուրս երբեմն, որ արդյոք մենք պետք է ինքներս որոշենք, թե ով պետք է կառավարի մեր իսկ ենթակայության տակ գտնվող երկաթգիծը, սեփականության տակ գտնվող երկաթգիծը։ Ես դա օրինակ աննորմալ եմ համարում։ Եվ ընդ որում իրենք քար են նետում Սամվել Կարապետյանի այգին, երբ խոսում են, որ այ եթե դուք հանկարծ որոշեք, դուք տնօրինեք, թե ով պետք է կառավարի ձեր երկաթգիծը, ռուսական բիզնեսը կսկսի, ներողություն, հայկական բիզնեսը Ռուսաստանում կսկսի տուժել։ Եվ ես ակամայից հիշում եմ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանի մոտ, որտեղ նա ամեն կերպ փորձում էր պաշտպանել եւ ապացուցել, որ Սամվել Կարապետյանի բիզնեսները ընդհանրապես որևէ խնդիր չեն առաջացնի, որևէ լծակ չի կարող հանդիսանալ Ռուսաստանի Դաշնության ձեռքում։ Իսկ այսօր մենք արդեն տեսնում ենք, թե իրենք ինչպես են դա օգտագործում որպես մահակ, եւ նույնիսկ այդ մարդու պատգամավոր լինելն արդեն իսկ օգտագործեն իր դեմ։ Բայց մենք պարզապես այլ տարբերակ չունենք, քան գնանք այն ուղղությամբ, որը բերում է Հայաստանի շարքային Հայաստանի Հանրապետության քաղաքացու բարեկեցության ավելացմանը։ Հիմա մենք կարող ենք վստահաբար ասել, որ 2008 թվականից մեր երկաթգծի կառավարումը ռուսական երկաթուղու կողմից չի բերել որևէ նշանակալի արդյունքի, որովհետև նախ մենք օգտագործում ենք թե Հայաստան, Վրաստան երկաթգիծ կապը, չէ՞, մենք տեսնում ենք նույն այդ վագոնների տարբերությունը։ Մենք գնում ենք Եվրոպա, հա, այնտեղ ենք օգտագործում գնացք եւ տեսնում ենք թե ինչպիսի տարբերություն կա գնացքների այնտեղ եւ Հայաստանում։ Մենք տեսնում ենք թե Հայաստանի ընդհանրապես ներսում բացի մի քանի ուղությամբ, տեսնում ենք այդ ենթակառուցվածքների վիճակը, երկաթգծի վիճակը, հա։ Դե դրանից հետո մենք ինչպես կարող ենք հույս ունենալ, որ Ռուսաստանը կարող է այս կամ այն կերպ ապահովել, որպեսզի այս խաչմերուկը, խաղաղության խաչմերուկը կյանքի կոչվի, իսկ խաղաղության խաչմերուկը չի կարող կյանքի կոչվել առանց նորմալ շարժասանդուղքի, առանց երկաթգծի, առանց նորմալ վագոնների, բարձր արդի ստանդարտերին համապատասխան։ Եվ այդ առումով ես կարծում այո, մենք պետք է խոսենք թե եվրոպացիների, թե արաբների, թե ղազախների, այն երկրների հետ, որոնք ճանաչում են մեր պետությունը ունենալու իրավունքը։ Եվ շահագրգռված են այդ փոխկապակցվածությունը, որ կայանը։ Եվ շատ կարևոր է այստեղ, որ իրենք չեն օգտագործի դա մեր դեմ, մեր պետության դեմ, մեր պետականության դեմ, որպես լծակ։ Կներեք, ոչ արաբական էմիրությունները կամ Սաուդյան Արաբիան կամ որևէ այլ արաբական երկիր, ոչ Ղազախստանը, ոչ թարապես նույնիսկ Ադրբեջանն ու Թուրքիան կասկածի տակ չեն դնում Հայաստանի Հանրապետության գոյությունը։ Ի տարբերություն Ռուսաստանի, ռուսական պրոպագանդիստների, ովքեր հերթով ասում են, որ պետք է ռազմական հատուկ օպերացիա իրագործել, ովքեր ասում են, որ ընդհանրապես խորհրդային միությունը փլուզվեց եւ դրա արդյունքում ձևավորված երկրները իրավակ չափ դուրս չեն եկել, հետեւաբար
նույնիսկ ուկրաինական պատերազմը դա ոչ թե միջազգային հարց է, այլ Ռուսաստանի ներքին գործն է։ Ազգ չկա, դա նույն ազգն է, բայց մի քիչ այսպես իրենք են ստեղծել Հայաստանը, իրենք են ստեղծել Վրաստանը, հիշում եք այդ բոլոր այդ գրառումները իրենց։ Դուգինի հայտարարությունները։ Իդեպ հայտարարությունների մասով շիրեր երբ զազրախոսում էր Դուգինը, ասում են դե լավ, դա հո պաշտոնական Մոսկվան չի, նա փիլիսոփա է։ Երբ զազրախոսում էր Սալավիովը, դե լավ, նա լրագրող է, դա հո պաշտոնական Մոսկվան չի։ Մարիա Զախարովան սեկրետարշայը, էլի պաշտոնական Վալուև, Միխեև։ Հա, նրանք էլ դե լավ, դե պատգամավորներ են, այդ կառավարություն չի։ Եվ ահա գալիս է Պուտինը եւ անձամբ ասում է բոլոր այն դեզինֆորմացիայի բաղկացուցիչները ասեն սիրուն շարում են Ղարաբաղի հարցից սկսած էլ Ռուսաստանի անձնագրով քաղաքացու մասնակցության մասով հա մեր ներքին քաղաքականությունը եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն այս առասպելը այլևս գոյություն չունի, մենք հասկանում ենք, որ այս նշածը սանձիկ դրանք տարբեր բերաններն էին, որոնցով խոսում էր մի մարդ, որի անունն է Վլադիմիր Պուտին։ Նրանք ընդհանրապես հասունացնում էին, էլի, իրավիճակը, մինչև դե ցարը կխոսի արդեն, նա էլ խոսեց։ Կարծում եմ, որ այս հարցերը, երբ որ մենք քննարկում ենք, բնականաբար շատ կարևոր է, որ լինի ժողովրդի կողմից պահանջ, հա։ Ես կարող քաղաքական կամք ունենամ ինչ-որ բանի ունենալու, բայց դա հանրային պահանջը չվայելի, որքան էլ որ ես մտածեմ, որ դա ճիշտ է, հա։ Կամ չընկալվի, չհասկացվի։ Սա լավ էսի չեք անում։ Ոնց որ օրինակ 2013 թվականին, երբ որ տեղի ունեցավ այդ Հայաստանի համար կատաստրոֆան, շատ քիչ խմբով մարդիկ էին դրանց դեմ արտահայտվում, էլի, ու շատ հաճախ այդպես բաներն են մանիպուլացվում, էլի, ասում են դե նայեք 10 հոգով կարող է, պիտի որոշեք երկրի ճակատագիրը դուք ասենց։ Հենց այդ հանրային պահանջը պիտի ձևավորվի, ամրանա ու այստեղ նաև այդ արժանապատվության հարցն էլ պետք է ինձ թվում է դիտարկենք, որովհետև մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ այնքան դարձել էին առանց սահման, լղոզված, որ մենք ամեն ինչ կորցրել ենք այդ հարաբերությունների մեջ ու այստեղ արժանապատվությունը շատ առանցքային է։ Մեզ համար ուղղակի այսպես զուտ քննադատաբար չպիտի ընկալենք, որ ինչ որ երկրի ղեկավար այդ ինչ որ երկրի անձնագրով մարդուն ուզում է մասնակից դարձնի մեր ներքին գործերի մեջ, որտեղ չի կարող այդպիսի բան լինել, հա։ Այսինքն մենք իրանց կողմեր մասին պատկերացումները նաև էլ իրանք մեզ որտեղ են տեսնում, իրենց, չգիտեմ, կոշիկի տակի կեղտ են պատկերացնում, որ իրենց այդպես բաներ են նաև թույլ տալիս, ուստեղ արժանապատվության հարց կա։ Ցանկացած մեկս մեր անձնային տարածքներում մեր խնդիրներին մենք թույլ չենք տա ուտար մարդը հաղորդակից լինի, որոշի, կառավարի, ցուցումներ տա, բայց այս դեպքում էլ պետք է դա ավելի մեծ մասշտաբային տրամաբանության մեջ լինի, որովհետև եթե այս մեծի մեջ չլինի, մեր նեղ անձնականում չի լինելու։ Պեսկովն ասում է մենք մեզ իրավունք ենք վերապահում Հայաստանի հետ քննարկելու այնտեղի առաջիկա բայց հողում չի անում թե որ նորմին որ կետին ես շատ օրինակ դրական կընկալեի, եթե օրինակ Պեսկովը ասեր, որ հա թոփ թեման դե Հայաստանի ընտրություններն է, չէ՞, որ Ռուսաստանը իրեն լավ այդ բառը ճակերտում է իրավունք է վերապահում շահագրգռված լինելով, որ Հայաստանում հնարավորինս թափանցիկ լինեն ընտրությունները, հնարավորինս ազատ, ժողովրդավար, մասնակցային ընտրական գործընթաց ավելի պարզեցված լինի, ավելի ներառական լինի, այսինքն ընտրությունից ընտրություն այդ process-ը ավելի բարելավված լինի։ Այդ բառերը տարբեր գրքի մեջ են արդեն։ Ռուսաստանում բաներ պահանջելու համար, որ դա տեղի ունենա Ռուսաստանում, գնում ես բանտ։ Ահա, բայց ոչ թե որ մարդիկ ուզում են կառավարեն այդ process-ը, որ իրենց ցանկալի տեխնացուին կարգեն մեր գլխին կառավարել։ Ռուսաստանում ժողովրդավար ընտրությունների մասին հոգ տանելու մասին զրույցը ընդհանրապես ռուսական պաշտոնյաների կողմից նման զրույցը մեղմ ասած շատ մեղմ ժպիտ պիտի առաջացնի։
քմծիծաղի արտահայտություններով հասկանում եք Ռուսաստանը եւ ժողովրդավար ընկերությունները դրանք սարերի ու ձորերի տարբերություններ ոնց որ յուղն ու ջուրը էլի չեն խառնվում չի լինում այդպես Ռուսաստանում երբեք Ռուսաստանը երբեք չի եղել չի եղել ժողովրդավարական ընտրություն, նույնիսկ Ելցինի ընտրությունների, ես շատ լավ հիշում եմ Ելցինի երկու ընտրությունների ժամանակ ինչերի մասին էին խոսում ռուսական զալամանները, ինչ խախտումներ, ինչ կեղտոտ տեխնոլոգիաների օգտագործում։ Բայց գոնե այդ ժամանակ դեմոկրատիա բառը ասում է։ Թեթև կար, այո, որովհետև նրանք այն ժամանակ ամբողջովին կախված էին արևմուտքի փողերից, արևմուտքի ֆինանսավորումից եւ այդ արտաքին շղարշը պիտի պահպանած լինեին եւ այդ դիմակը պիտի իրանց երեսին լիներ դեմոկրատ դիմակը որպեսզի գումար ստանային հենց գումարի պակաս էլ չունեցան երբ որ արդեն նավթադոլարները եւ գազադոլարները բավականին մեծ քանակով լցրեցին պետական բյուջեն ռուսական ինչ դեմոկրատիա այդ օրվանից սկսած ռուսական պետությունում այդ բառը արգելվեց ընդհանրապես ոչ միայն եթերներով այլ ինչ որ պաշտոնական արարողությունների եւ գործողությունների ընթացքում արտաբերել։ Դրա պատճառով էր որ ռուսական դաշնության անդամ պետությունների Թաթարստան եւ այլն սահմանադրություններից նախագահ բառը դուրս եկավ։ Այո։ Այդ էր պատճառը որ սուվերենիտետ բառը այդ սահմանադրություններից բոլոր ռուսական դաշնության անդամ բոլոր պետական կազմավորումների սահմանադրություններից սուվերենիտետ բառը դուրս եկավ նախագահ բառը դուրս ինչի համար որովհետև Ռուսաստանը եղել կա ու միշտ լինելու է ունիտար իր էությամբ կարող է ձևը բան անեն ֆեդերատիվ հռչակեն թղթի վրա բայց նա միշտ եղել է ցարիզմ միշտ ցարիզմ է եղել եւ ղեկավարվել է մեկ կենտրոնից եւ մեկ անձի կողմից միշտ այդպես է եղել ցարական ժամանակը հիշեք խորհրդային ժամանակաշրջանը հիշեք եւ հիմա նայեք ոչնչով չի տարբերվում ոչնչով մեթոդները մի փոքր փոխվել են ժամանակի եւ տեխնիկայի զարգացումից կախված բայց էությունը նույնն է ամբողջովին նույնն է Ռուսաստանը չի փոխվելու Այս վիճակով, այս կազմով, այս տարածքով, այս տարածքով պետությունը Ռուսաստան կոչված երբեք չի լինելու ոչ ժողովրդավար, ոչ ֆեդերատիվ, ոչ էլ ցիվիլիզացիայի ինչ որ օրինակ բայց ասում էր մենք իրար հետ նույն քաղաքակրթական տարածքը ինչն է քաղաքակրթական Պուտինը հայտարարում էր իր հարցազրույցներում որ Ռուսաստանը իրան չի պատկերացնում եվրոպական ցիվիլիզացիայից դուրս Որում իրենք ով է խոսում ինչ որ անալիզների մասին որ տարբերություն կար հիշում եք այդ խոսույթը ավելորդ քրոմոսոմ իսկ հիմա ինչի մասին են խոսում են օրդայի մասին, խոսում են մոնղոլական ժառանգության մասին, հասկանում եք, ոնց կարա մենք ինչ կապ ունենք ըստ այդմ ձեզ հետ, հա? Տարբեր հարցերին ելակետերը տարբեր են, ուղղակի եթե մենք ընդունում ենք, որ Ռուսաստանը այնպեսին է, ինչպեսին կա, հետեւաբար նրա գործողությունները կամ վերաբերմունքը ոչ թե պետք է դիտարկենք որպես տրամաբանված, այլ սպասելի։ Կարևոր ենք մենք թե մենք դրա դեմ ինչ ենք անում, որովհետև նույն բանը կարող ենք ասել Ադրբեջանի մասին, կարող ենք Թուրքիայի մասին, այլ բան ասել, հա, Վրաստանի մասին կարող ենք տարբեր բաներ ասել, Իրանի մասին եւ այլն, թե մենք ոնց ենք այդ ամեն ինչին պատրաստվում, այդ ամեն ինչ մենք ոնց ենք ընկալում, արդյոք կարողանում ենք ժամանակին տեսնել այդ վտանգները, հնարավոր սպառնալիքները թե ոչ, թե էլի ինչպես մինչև չհասնի դանակը ոսկորներին ոչինչ չենք անելու, որ ստիպված պիտի անես, հակառակ բանական ուղղակի չես լինի, հա այս տրամաբանությունից դուրս գանք ու օրինակ այս ու ընտրական համատեքստում ինձ շատ հետաքրքիր է շատ երիտասարդներ կան ովքեր ոչ հետաքրքրվել են քաղաքականությամբ, հա, իրենց ոչ Ռուսաստանն է հետաքրքրում ոչ բան, իրենց չգիտեմ, ուսանող են, SNN են եւ այլն եւ այս մարդիկ եկել են հիմա ընտրողի տարիքում են արդեն Այս մարդիկ ոնց են ընտրություն էլի իրականացնելու, այսինքն ինչ չափորոշիչներով պիտի ընտրեն, որովհետև մենք որ sense նայում ես, կարծես այս մեր ընտրությունները
շատ պատկերավոր ճակերտների մեջ ուժային կենտրոնի ընտրություն պիտի տեղի ունենա, հա, Հայաստանում։ Աշխարհաքաղաք։ Հա, ինչ որ ընտրում ենք Ռուսաստանի, թե ընտրում ենք Արևմուտքը, որովհետև բոլորի խոսույթները, այսինքն սոցիալական, տնտեսական խնդիրներ եւ այլն, հիմնականում դրանք ավելի ստորադասված են այս աշխարհաքաղաքական թեմաներին, ու ինձ այդ հարցը շատ մտահոգում է, այդ երիտասարդները, որոնք արդեն 18 տարեկան են դարձել, հետաքրքրված չեն, խորհրդան ոչ պատկերացում ունեն, ոչ էլ այդ մարդկանց չես կարող ստիպել, ինձ իրավունքն է, հա։ Այդ մարդիկ ինչպես պետք է կողմնորոշվեն ընտրություն իրականացնեն, որտեվ այդ մարդն էլ մեզպես հավասար որոշելու է այս երկրի ապագան, այս երկրի ճակատագիրը, այն միջավայրը, որտեղ մենք բոլորս ենք ապրելու, հա, այսինքն մասը կազմելու ինչ որտեղ մեծամասնության ընտրական, ինչ որտեղ փոքրամասնության, բայց ամեն դեպքում։ Ու ինձ թվում է դա համար նաև այս Ռուսաստանի թեման ոչ թե շատ շահարկվում է տարբեր ռադիկալ ընդդիմադիր ուժերի կողմից եւ փորձում են նաեւ մյուս ուժերն էլ միշտ այդ դաշտում պահել, հա, այս թեմաների դաշտում պահել, որովհետեւ այստեղ շահարկումների տեղը շատ մեծ է, այստեղ վախեր են գեներացվում, այստեղ բան չի էլի, չգիտեմ, իմ կրթության որակի չափելիության մասին ինքը ինձ ոչինչ չի կարող ասի, կոպիտ ասած, բայց իմ վախերի մասով ինքը ինչ շատ բան ունի ասելու, եւ հետագայում մանիպուլացնի, օգտագործի այդ վախերը ընտրական գործընթացներում իր ուզած հունով ուղղորդելու համար ու նման բաներ, հետագայում կարծում եմ, որ ու դե բնականաբար այդ ամեն ինչին Ռուսաստանն էլ մի կողմից սնում է այդ ամեն ինչը հնարավոր ինչով կարող է, օրինակ պարզ բան, շատ պարզ եւ մարզերում հիմա ակտիվ գործընթացը ռուսական տների, չգիտեմ, մշակութային ինչ օջախների բացումը Հայաստանում մեկ եւ կազմակերպում են մանկապարտեզի անգամ ու դպրոցահասակ երեխաների անվճար ռուսերենի դասընթացներ, ռուսական մշակույթի դասընթացներ, բայց մի րոպե, սա ասենք պարզ է, չէ՞ դերատակ ինչ է։ Դա Ռուսաստանը հենց քո ինչ որ զարգացվածության կամ ինչ որ ուրիշ բանի համար չի անում, դա անում է բացառապես, հա, նրանով իրենք համ ազդում են հիմիկվա սերունդների վրա, իրենց ծնողների վրա, իրենց մեծասակ քույրերի, եղբայրների վրա, նաև հենց այդ երեխաների վրա, որ ովքեր որ կմեծանան, այդ ռուսական մշակույթով, հենց դա, այդ գրականությամբ եւ այլն, ճանաչեն, ինչ որտեղ իրենց նույնացնեն դրա հետ, իրենք չէին ասում Ղարաբաղցիները ավելի շատ ռուս են, քան հայ, ավելի շատ Ռուսաստանի հետ կապ ունեն, քան Հայաստանի։ Հա, բայց դրա համար է արվում, բան չի համար արվում։ Որ վաղ մեսօր ասեն, իսկ այդ չձևավորված մարդուն այդ ծուղակը գցելը ամենահեշտ բանն է։ Ուղղակի զարմանալի է ինչա մեզ մոտ դա տենց շատ հեշտ ստացվում, էլի ինչի այդ արտոնությունները ոնց են տենց հեշտ տրվում։ Դա թույլ տալիս։ Համայնքը ինչ է թույլ, այնտեղ տիմեր կան, բան կան, չէ՞։ Դե եթե պետությունը թույլ է տալիս, համայնքը Չէ, կատարում տիմից կա դժգոհություն։ Օրինակ մենք տենց տիմ միած չունենք, որ այդտեղ մի հատ պրոբլեմա տեսնում ենք, կենտրոնական իշխանությանը հարցում անում, իր դժգոհություն։ Դա սրանք ովքեր են։ Հա, ինչ են օրինակ։ Դե որ թողարկել են ու մենք էլ լսենք, որ ենթադրենք այդ ռուսական այդ Ռոսոտրուդնիչեստվոն դատի է տվել, որպեսզի թույլատրեն։ Եվ մենք իմանանք, որ այդպեսի кейս կա։ Հա, օրինակ։ Մենք էլ հետևենք, տեսնենք, թե որոնք են այդ արգումենտները երկու կողմի։ Իրար շատ կարևոր մի հատ հարց է բարձրացնում։ Մեր երիտասարդության իներտությունը քաղաքականության նկատմամբ, բայց ես դրան պատճառ ունեմ։ Գիտեմ, ամեն դեպքում ես այդպես եմ ընկալում, որ պատճառը դա է։ Տեսեք, ովքեր են երիտասարդները։ Նախ ամենաառաջինը ասեմ, որ այսօրվա երիտասարդությունը մի հատ մեծ առավելություն ունի մեր նկատմամբ։ Նրանք սովետական միություն չեն տեսել։ Հասկանում եք, նրանք իրապես այսօրվա ընտրելու իրավունք, այս տարի ընտրելու իրավունք ձեռք բերած Հայաստանի քաղաքացիները իրականում անկախության սերունդ են։ Նրանք Հայաստանը միայն անկախ են տեսել, որպես անկախ պետություն։ Նրանք չեն տեսել սովետական միության բարքերը, չեն տեսել եւ այլն, այն բոլոր բաները, որոնք որ եղել են։ Բայց երիտասարդությունը մի հատ թույլ տեղ ունի։ Երիտասարդության հոգին միշտ մաքուր է։ Եվ ինքը փորձում է այդ մաքրությունը քաղաքականության մեջ տեսնել եւ չի տեսնում։ Այնտեղ կեղտ է տեսնում։ Եվ որպեսզի երիտասարդությանը ներգրավես, հետաքրքրես քաղաքականությունով, քաղաքական իրադարձություններով, զարգացումներով, վերջ առաջ ընտրություններով, պիտի այդ քաղաքական դաշտը կեղտից մաքրվի։ Քանի դեռ այդ կեղտը տեսնում է երիտասարդը, ինքն էլ մաքուր է իր մեջ։ Ինքը իր անկերների շրջապատի մեջ մաքրություն է տեսել միջև այսօր ընտանիքում, ու այդ կեղտը իրան խորթ է, դրա համար չի ուզում մտնի դրա մեջ։
Հիմա որպեսի երիտասարդնի ներգրավես, շահագրգռես, ցանկանաս որ երիտասարդությունը մտնի այդ process-ի մեջ եւ գնա ճիշտ ժամանակին ընտրությունների ժամանակ ճիշտ ընտրություն անի, իր իրական հոգու զգացածին համապատասխան։ Պիտի դաշտը մաքրես։ Իսկ այն իրավիճակը, որ մենք այսօր ունենք, այսօրվա իրավիճակը, այսօրվա իբր անդիմության, այսօր մանավանդ խորհրդարանական քաղաքական կոռուպցիա, հոգեվորսություն։ Այդ հոգեվորսությունը, մեր իմիջիալոց հոգեվորսություն ասեցի, կակամա մեր եկեղեցու այսօրվա իրավիճակը մտաբերեցի։ Այս ամեն ինչը երիտասարդությանը վանում է քաղաքական process-ներից։ Պիտի մաքրվի, իսկ մաքրելու մի ձև ունենք։ Մի ձև Հայաստանի Հանրապետությունը իր ներքին կյանքը պիտի կառավարի ինքնուրույն, մենակ առանց արտաքին միջամտությունների։ Իսկ Ռուսաստանի նախագահի Փաշինյանի հետ հանդիպման արած հայտարարությունները ուղիղ միջամտություն են Հայաստանի Հանրապետության ներքաղաքական շարժին, գործերին, հետևաբար պետությունը, Հայաստանի Հանրապետությունը պիտի դրան արձագանքեր, ոչ թե Փաշինյանի բարեկիրթ պատասխանով, այլ ԱԳՆ-ի հայտարարության մակարդակով առնվազն, որ այդ հայտարարությունը առնվազն ներխուժում է, ոչ թե միջամտություն, այլ ներխուժում է Հայաստանի ներքաղաքական կյանք, որը անթույլատրելի է։ Դուք պատկերացրեք Հայաստանի Հանրապետության պաշտոնյան, թեկուզ վարչապետը կամ նախագահան Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպման ժամանակ ասեր կլինի մեր քաղաքացին մասնակցի ձեր նախագահական ընտրություններին կամ ձեր խորհրդարանական ընտրություններին եւ ֆրակցիա կազմի ձեր մեր քաղաքացին ես շատ եմ կասկածում որ Փաշինյանը կհասցներ Հայաստան գար հասկանում եք նույն իրավիճակն է ու քանի դեռ մեր երկիրը չի լուծել այս խնդիրը որ ինքը ինքնուրույն եւ միայնակ պետությունը պիտի լուծի իր ներքաղաքական հարցերը, ներքաղաքական process-ների միջոցով բացառապես եւ որևիցե միջամտություն չպիտի թույլ տա եւ պիտի արգելի եւ ոչ միայն արգելի, այլ գործիքներով եւ քայլերով բացառի դրանք։ Ընդհուպ ամենախիստ միջոցներով։ Ընդհուպ persona non grata հայտարարելով, բան տարկելով, քրեական հետապնդում իրականացնելով, ներքին գործերին միջամտությունը պիտի պատժվի։ Լիքը օրինական գործ։ Հենց պետությունը սկսեց ինքը իր ինքնասիրությունը եւ արժանապատվությունը պահպանել, հավատացեք երիտասարդությունն էլ դա կզգա։ Այդ դաշտն էլ կմաքրվի։ Եվ այդ երիտասարդությունը, որ հիմա մտածում ենք, որ ինչի է իներտ, կսկսի կամաց հետաքրքրվել իր երկրի ճակատագրով, ներքին process-ներով եւ այլն։ Բայց քանի դեռ այդ կեղտը կա, երիտասարդը նորից եմ ասում, ինքը մաքուր է։ Հասկացեք, ինքը դպրոցից դուրս է եկել, դպրոցում իրան քարոզել են արդարություն, քարոզել են մաքրություն, ընկերասիրություն եւ այլն, եւ գալիս մտնում է քաղաքականությունն է տեսնում մեկը մյուսի ոտերի տակը փորել, մեկը մյուսին վատաբանել, կեղտ լցնել, որ մի երիտասարդը կցանկանա, այո, որ մի երիտասարդը կցանկանա մտնի այդ process-ի մեջ, չի ցանկանա, որպեսի մտնի, այդ դաշտը մաքուր պիտի լինի։ Իդեպ մենք չտեսանք այդպես էլ ԱԳՆ-ից որևէ արձագանք Օվերչուկին։ Հա, կարծում եմ կարելի տեսանք դե դրա համար էլ ասում եմ ազգաժողովի նախագահի արձագանքը։ Ազգաժողովի նախագահը ուղիղ Բայց ես կուզեի վերադառնալ երիտասարդության թեմային, կարծում եմ մենք ընդհանրացնում ենք նաև երիտասարդներին, բայց երիտասարդությունն էլ իր շերտերն ունի։ Իհարկե ունի։ Որովհետև այնպես չէ որ մեր կրթությունը, մեր թարապես կրթական համակարգը այնպիսին է, որ բոլորն անցնում են արդարության եւ այդ բարձր գիտակցության եւ քաղաքացիական այդ բարձր զգացողության ներքո եւ հետո իրան գալիս տեսնում են թե ինչ է կատարվում քաղաքականությունում։ Մյուս կողմից այո 2018 թվականի հեղափոխությունը տեղի ունեցավ, որովհետեւ երիտասարդությունը եղավ եւ որտեղ արդեն էլ չդիմացավ 18 թվականից հետո հույս առաջացավ երիտասարդության մեջ։ Հետո եղավ պատերազմ եւ պատերազմը կոտրեց, շատ բան կոտրեց։ Ու հիմա այդ հույսը վերականգնելու համար պետությունը պիտի ցույց տա, որ ինքը ինքնուրույն է, արժանապատիվ է եւ գնում է հենց այդ երիտասարդների ապագան կառուցելու համար։ Եվ հետո այդ երիտասարդները 21 թվականից մինչև այսօր տեսան թե ինչ է տեղի ունենում ազգային ժողովում։ Այո։
Ես մի անգամ խոսում եմ ասել եմ, որ բաներից, որոնք կապ չունեն սովորական քաղաքացու առօրյա կյանքից։ Բայց այն օրերին այս երիտասարդության թեման նաև ինչ համատեքստում նշեցի, որ դուք հիշեցիք 2013 թվականը, չէ՞։ Շատ երիտասարդներ հիմա 2013-ին գուցե նոր ծնվել են, այսպես ասենք, բայց հիմա ինքը ճուր իմ որդին, ահա, պետք է մասնակցի արդեն, չէ՞, քաղաքացի է, կոնտրոլ process-ների է պատրաստվելու եւ այլն։ Ու պետք է հասկանանք, որ մենք այսօր 2026 թվականին, 2013 թվականի ընտրության հետևանքներն են քաշ տալիս։ Միանշանակ, ու դեռ շատ են քաշ տալիս։ Ոնց ենք այս հարցը լուծելու, հա։ Ու այդ ժամանակ ես գուցե այդ երիտասարդի տարիքում էի, օրինակ, բայց ես հիմա երիտասարդ չեմ, իրենց համեմատ, բայց մենք այդ խնդիրների մեջ ենք եւ իրենք ձևավորվել են այդ վատ իրավիճակում Հայաստանի համար եւ իրենց բարեկեցության վրա ուղիղ ազդեցություն է դա ունեցել իրենց կրթության վրա, իրենց աշխարհ հայացքի գուցե ձևավորման վրա, հա, իրենց աշխարհին ավելի հասանելի եւ ավելի կապված լինելու վրա հենց դա մասը պիտի մտածել, էլի, այնպես չի որ դե ես չեմ տեսել, չգիտեմ, սովետական միություն, ես չեմ տեսել Հայաստանի ավտորիտար դրսևորումներով ռեժիմները քաղաքական բանը դա ամեն ինչ օքեյ է, ինչ է, ինչից եք խոսում, ինչ ա եղել, որ չէ։ Բայց այնպես չի որ ինչ դրա հետևանքից հետո ամեն ինչ լավ է եղել։ Այսինքն պարտադիր չի դու քո մաշկի վրա լավ է որ չես զգացել, բայց այդ հետևանքը դու ես կրում հիմա եւ այդ հետևանքը շատ խորն է, այդ հետևանքը այնքան խորն է, այնքան բազմաշերտ է, այնքան շատ է, որ եթե պայմանական վերցնենք 2018-ը, մինչեւ այսօր մենք փորձում ենք ամեն մեկս մեր չափով ձևով եւ տեղում ու դերում այդ հետևանքների չեզոքացման դեմ պայքարել, աշխատել կամ գործել։ Այս համատեքստը 13 թվականի հետևանքները մենք դեռ շատ ենք քաղելու, զգալու մեր մաշկի վրա։ Այնքան ժամանակ, միջև տարիներ շարունակ մեզ հաջորդող սերունդներին չկրթենք, չդաստիարակենք այն ձևով, որ պատշաճա անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացու։ Այդ որ մենք 13 թվականից միջև հիմա կրում ենք այդ հետևանքները, դա այն պատճառով է, որ 13 թվականի քաղաքացին չի ունեցել այդ ընկալումը անկախ պետականության, անկախ պետության ընկալումը չի ունեցել։ Հիմա պիտի դնենք գոնե այդ հիմքերը, որ մեր վաղվա սերունդը մեզանից հետո ով որ կգա, այսինքն ոչ թե մեզանից հետո, այլ հետագա կառավարիչների սերունդը, որ իրանց ընկալման մեջ արդեն այնքան խորը նստած լինի այդ պետական, սեփական պետության պահպանման բնազդը, որ այլ ընտրանք չլինի, որ իրանք այլ բանի մասին դա նույնիսկ մտքով չկարողանան անցկացնել։ Իսկ դա շատ խոր աշխատանք է պահանջում, դա կրթության ոլորտում է պահանջում, դա դաստիարակության ընդհանուր մանկապարտեզից սկսած, մինչև բուհեր, մինչև հետբուհական կրթություն եւ առօրյա կյանք։ Այդ բոլորը պիտի ամենօրյա աշխատանքի միջոցով մենք կարողանանք ներարկենք մեր հաջորդ սերունդներին։ Բայց ցավոք դա չի արվում, այն ծավալով եւ այն խորությամբ։ Այո, իհարկե չի արվում։ Շատ լուրջ խնդիր կա, որ Հայաստանում ինչ-ինչ շրջանակներ, այդ թվում նաեւ Ռուսաստանն էլ, այս մի գիծ է գնում, որ մենք նույնական ենք։ Մենք նույնն ենք, հա։ Ոնց կարող է 5000-ամյա ազգը նույնական լինի, ասենք 1000-ամյա ազգ։ Հա, այսինքն ես որպես ժիրան իմ եղբորը նույնական չեմ։ Բացեն հա, որ մենք ունենք ընդհանուր ծնողներ, եղբայր ենք, այսինքն ինչ ենք, մենք իսկական չենք նույնական։ Եթե մենք նույնական լինեինք, մենք կկոչվեինք ռուս կամ իրենք կկոչվեին հայ։ Մենք տարբերվում ենք հենց դրանով։ Այդ նարատիվը շատ լավ տարվում է նույնականության։ Դե ուկրաինացիներին էլ ասում են դուք տենց ազգ չկա։ Մինչև բերաններին, մրոքներին չկերան։ Բայց օրինակ մեր բարձ օրինակ բերեմ, գնահատման եւ թեստավորման կենտրոնը ժամանակ առ ժամանակ որ հրապարակում է ավարտական, կապետական քննությունների ժամանակացույցեր, չէ՞, հայոց լեզու, այսինչ, օտար լեզուներ, անգլերեն, ֆրանսերեն, եսիմինչ, ռուսաց լեզու եւ օտար լեզուներ, հիշում եք այդ ձևակերպումը։ Այսինքն օտար լեզուն պետական լեզու է Հայաստանում։ Չէ, օտար չի։ Հա, ռուսաց լեզու եւ օտար լեզուներ, այդպես էր ձևակերպումը շատ ժամ։ Մենք դպրոցում միջև հիմա այդպես է։ Միջև այդպես է։ Բայց սա նայած դելավ ինչ է տալիս։ Ոչ, այդ կարդացողին եւ այդ մարդուն, այդ ուսանողին, այդ process-ի մեջ անցնողին դա նստում է իր համար դա սովորական։ Դու գաս սովորական բնազդային մակարդակում պետության լինել չլինելու այդ բանը
Էսա էլ, սա էլ բնազդային մակարդակում ձևավորվում Բայց չի դեպի միջև այսօր։ Այո, միջև այսօր այդպես է։ Դե հիմա տեսեք, եկեք մի հատ էլ Ռուսաստանի աչքերով նայենք այսօրվա Հայաստանին, հա։ Ասենք թե Ռուսաստանն այստեղ ունի դեսպան, մի գրոտեսկային ֆիգուր կա, չէ՞, Կոպիրկինը։ Ու հարցնում են, հա, ասենք Մոսկվայից, պարոն Կոպիրկին, ինչ կա այդտեղ։ Ասում են, շատ լավ է։ Քաղաքի կենտրոնում ունեն մի կինոթատրոն ունեն անունը Մոսկվայը։ Քաղաքի կենտրոնում երկու ամենաթափով դպրոցները մեկը Պուշկինը, մյուսը Չեխով, թիվ 1 երաժշտական դպրոցն էլ Չայկովսկի։ Արձաններն էլ չեմ ասում, խելքից դուրս։ Գրիբայեդով եւ այլն։ Հա, 11-րդ կարմիր բանակի են հավերժ կրակի էլ կարկասը մնացել է, մենակ կրակն են հանգցրել։ Այն էլ երևի գազի տնտեսման համար։ Եվ այլն։ Մյասնիկյան, Շահումյան, լավ այլի։ Գարագին Նժդեի հրապարակի մեջտեղում էլ Սպանդարյանի անճոռնի արձանն է։ Դրա համար Լավրովը ասում է, բա ռուսը նխի պետական չի։ Հետո այլ ինչ։ Եթե ուզում եք ձեր վաղորդականներն անցնեն Ռուսաստանում, պետք է ռուսերեն իմանալ, լեզուն պետք է դառնա մոտ պետական լեզու։ Հակառակ դեպքում դուք մեր մոտ եթե ձեր մոտ ռուսերենը չունի պետական կարգավիճակ, դուք մեր տարածքում ավտոքշել չեք կարող, հասկանում եք ինչի մասին է խոսում։ Եվ հիմա համեմատեք Եվրամիության հետ, Ահա, որտեղ մտնող փոքր պետությունները իրենց լեզուն դառնում է պաշտոնական լեզու բոլոր անդամ ու ասենք պետություններում։ Հայաստանի վարչապետը Եվրախորհրդարանում խոսում է հայերեն, հիմա պատկերացնում եք, ասենք իսկ Պուտինի հետ նստած խոսում է առանց թարգմանչի ռուսերեն, որ ասենք հանգարց Պուտինը չնեղանա, չէ, դե որովհետև դրվածքն է այդպես տարիներով եկել է։ Եվ ապրիորի, եթե դու հայ ես, դու պետք է իմանաս ռուսերեն։ Այո, Չէ, իմացի, ռուսերեն էլ իմացի, ադրբեջանիներն իմացի։ Չէ, լեզու իմանալը մոտեցում է դրան, բայց ասենք այդ ռուսների այդ պահանջատիրությունը իրենց լեզուն իմանալու, հա, ասենք դու ով եք, հա, այդ տենց թելադրողի դերում, հրամայողի դերում, հա, տիրոջ ու ամեն ինչ վերադառնում է կրթության որակի։ Դա շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվում պետական քաղաքականություն հայոց լեզվի վերաբերյալ։ Մեր մոտ այդ քաղաքականությունը բացակայում է իսպառ։ Բայց դա մեր ինքնության ամենաառանցքային բաղադրիչն է։ Այո։ Եթե սկսած խանութների պիտակներից հայտարարությունները գովազդները որ կա, եթե օրենքի ճիշտ տառին համապատասխան պահպանություն լինի, հավատացեք, շատ բան կփոխվի։ Իդեպ նկատել եք Վրաստանի եւ Հայաստանի տարբերությունը։ Ցանկացած օտարալեզու գրառու միշտ գրված է նաեւ վրացերենով։ Ցանկացած այն իրանց այն խանութին կարևոր են գեսն է, հա, մնացած կարևոր ֆիրմաները, բոլորը հարկվում են նաեւ վրացերեն։ Մեր մոտ չկա է, չգիտեմ, պահանջը կա, բայց չի պահպանվում։ Եթե օրինակ մասնավորի դեպքում նայում ենք եւ այդտեղ կարող ենք լավ գցել, այսպես ասած, մասնավորի գլուխը այդ իրավիճակը եւ հետո ասել դե միտեղ էլ վերահսկողությունն է թույլ ես միջ, բայց մի րոպե։ Մենք եւ քաղաքային իշխանության մակարդակում շատ հաճախ նաեւ գուցե հենց կենտրոնական իշխանության մակարդակում այդ խնդրեմը ունենք։ Տրանսպորտային ռեֆորմա իրականացվել, ման ավտոբուսների վրա դռներին չհենվել է, ոնց վերաբերվել է, միայն ռուսերեն է գրած ապակիների վրա։ Ինչո՞ւ։ Ապրիորի դու պետք է հասկանաս, որ պատվերը տալուց չինացիներին համապատասխանաբար գերմանական ավտոբուսը թեկուս մանին պատվերը Չինական էսելը կհասկանայի ժոնգտոնգների պահով դրանց բոլորի վրա ռուսերեն է գրած։ գազենստիների պահով պատվերը տալուց հենց այդպես էլ պատվեր ատել։ Իրենցից չեն մորինել։ Հայերն չեն վրան ինչա բարդ։ Բան վերական խնդիրը հենց պատվիրատուի մեջ է։ Դե հա։ Ոչ թե պատվերը կատարողի մեջ, այլ պատվիրատուի մեջ է։ Ինչ ուզում ես այն էլ տվել է։ Այո։ Ես ուղղակի ապշում եմ։ Այսինքն մենք Այսինքն զբոսաշրջիկը մտնում է կամ ռուսերեն չիմացող հայը մտնում է իր հանրային տրանսպորտ, իր վճարում է դրա համար։ Լիբանանը հայ։ Եվ չկա հասկանալ ինչ կարելի է, ինչ չի կարելի։ Ենթադրենք պատվերը պատվիրատուն սխալ է գործել, բայց մենք մի հատ ուրիշ իրավիճակ էլ ունենք, չէ՞։ Մենք մետրոյում, մետրոյի վագոնների մեջ
Միջև հիմա դռների վրա չհենվել է ռուսերենա գրած։ Ժողովուրդ 30 տարուց ավել է մենք անկախ պետություն ենք ու պետական լեզուն հայերեն, ի՞նչ է նշանակում ռուսերեն։ Դա, այս էլ հենց Եկեք դպրոցներն էլ սարքենք ռուսերեն, տենց մնացել է։ պաշտոնական թղթաբանությունն էլ սարքենք ռուսերեն ու հետ ապել Լավրովի բզածներ կլինի։ Ու վերջապես մեզ թույլ կտա մեր վարորդական իրավունքները Ռուսաստանում վարենք։ Հա, որ քանի ռուսերենը կարգավիճակ չունի, ավտոքշի չես կարող։ Դե ինչ, փաստորեն մենք բախվում ենք մի իրավիճակի, երբ Հայաստանը դե յուրե անկախ է, դե ֆակտո փորձում է անկախանալ, բայց այս մշակութային սուվերենությունը եւ դեօկուպացիան, եթե կուզեք, մենթալ դեօկուպացիան դեռ արժևում է, որ դա Դեկոմունիզացիան։ Այո, դեսովետիզացիան, դեկոմունիզացիան, դերուսիֆիկացիան ի վերջո, նշ չի որ հայ ժողովուրդն այնքան անշնորհքա, որ կոմպոզիտոր չունի, որի անունով տասնամյա մեր երաժշտական դպրոցը միակ անվանվի։ Կամ այնքան անշնորհքա, որ մեր քաղաքի կենտրոնի երկու ամենամեծ դպրոցները տենց արժանի մարդ չկա, ում անունով պետքա դրվի, հա։ Եվ այլն եւ այդպես շարունակ։ Հիմա բայց այս ամենը երկարաժամկետ խնդիրներ են։ Հիմա մենք գործ ունենք նոր սեպտեմբերի 3-ի սպառնալիքի հետ։ Սա մարտահրավերս ձեռնոց է նետված Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանը պետք է պատվով ընդունի այդ ձեռնոցը եւ տա դրա շատ հստակ ինստիտուցիոնալ պատասխանը, ընդ որում լինի դա վերբալ, լինի դա գործնական, լինի դա քաղաքական, տնտեսական ոլորտում, նաեւ իրավական ձևակերպումներ հաղորդելով եւ ֆիքսելով իր այդ քաղաքական քայլերին հակառակը մեզ խոստանում է մի բան պետականության կորուստ կամ բովանդակազրկում միայն ցուցանակը լինի այնպես ինչպես եղել է ասենք Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք քիմիայով բանով չէ երբ որ ամեն ինչ նվիրաբերվում էր հանուն քիմիայի սկզբից գույք պարտքի դիմաց պարտնել հայտնի չի, իսկ հետո սուվերենություն, սեփական աթոռի եւ բեսպրեդելի իրավունքի դիմաց։ Այո։ Եվ այլն։ Հայաստանը այն Օմար Խայամն էր ասում, չէ, ոչինչ չի լուսավորում մեր ճանապարհը այնպես ինչպես հետևում այրվող կաբուրների կրակը։ Դա ինչ օրինակ մեր պետությունը իրոք որ կանգնած է լրջագույն մարտահրավերի առաջ հանուն հանրապետության կուսակցությունը վաղուց այս ամենը կանխատեսում էր համարում էր որ եւ մենք էլ համարում էինք որ այս բոլոր փորձերը քաղաքակիրթ երկխոսության հունով տանելու եւ ինչ որ անհամատեղելին համատեղելու դրանք ուղղակի սին հույսեր են բալանսավորել այո մենք տեսանք որ այդ ֆասադը հա դուքով խոսելու չգիտեմ եւ այլ այդ ամենը ծածկում է ուղղակի մանր քրեական խաժամուժի քիթ մռութը, որով եւ հանդես է գալիս Ռուսաստանը նույն բառապաշարով, նույն ձևերով, նույն մաղումներով, նույն պահանջներով, որը վայել է միայն մանր քրեական միջավայրին, քրեական ենթամշակույթին, որը դարձել է քաղաքականություն Ռուսաստանում։ Ձերտաճել են դրա։ Այո, եւ բնականաբար քաղաքակրթական ընդհանրություն մենք չենք կարող ունենալ միջնադարյան մոնղոլական հորդայի թերմացքի հետ, որը հավակնում է դեռ մի բան էլ իշխել մեզ վրա։ Դա անթույլատրելի է։ Շնորհակալություն այս կարևոր քննարկման համար, շնորհակալություն Վահագ, շնորհակալություն Արնոլդ, շնորհակալություն Զիրայր։ Այսօր այսքանը հարգարժան տիկնոյք եւ պարոնայք, կհանդիպենք առաջիկայում խաղաղություն եւ բարի նույն ձեզ։